Մի փոքր խոսենք ռունաների գաղտնիքների մասին։ Ես կցանկանայի, որպեսզի շատերը լսեն, ռունաները ինքը պարզապես նշաններ չեն, հա, դրանք տիեզերքի կոդերն են։ Գիտեք թե որտեղից են դրանք եկել։ Հին սկանդինավյան առասպելաբանության մեջ գերագույն աստվածը Ուդինը զոհաբերեց ինքն իրեն հանուն գիտելիքի։ Ասում են, որ նա 9 գիշեր և 9 ցերեկ սիրտը նիզակով խոցված, կախված մնացել է տիեզերական ծառի, այսինքն Իգդրասիլի ճյուղերից, այդ տառապանքի ու լռության մեջ։ Նրա առջև բացվել է ավագ ֆուտարկի գաղտնիքները։ Միֆիոլոգիայում Օդինը իմաստության և պատերազմի աստվածն է, որը տվել է մի գործիք, որը կարող է փոխել ճակատագիրը, բայց զգույշ եղեք, այս ուժը կարող է լինել երկայրի։ Օրինակ, Հիտլերը և Երրորդ Ռեյխը փոխեցին սեփականաշնորհել ռունաները, օգտագործելով դրանց հզոր էներգիաները մանիպուլյացիայի և իշխանության համար։ Նրանք գիտեին, որովհետև ռունաները չեն ասում, դրանք ուղղակի գործում են։ Ինչ են տալիս ռունաները մեզ այսօր։ Ռունաները մեզ տալիս են պաշտպանություն, էներգիայի հոսք և հնարավորություն կառավարելու սեփական իրականությունը, բայց հիշեք, ռունան աշխատում է միայն ճիշտ ակտիվացումից հետո, երբ ձեր շունչն ու արյունը միախառնվում են հենց նշանի էներգիայի հետ։ Պատրաստ եք արտնասնել ձեր մեջ քնած հնագույն ուժը։ Իսկ դուք գիտեիք, որ ռունաները կարող են պատժել նրանց, ովքեր դրանց վերաբերվում են որպես խաղալիք։ Գրեք այստեղ ինձ մոտ մեկնաբանություններում, որ ռունան է ձեզ կանչում կամ կանչել, եւ ես կարող եմ ձեզ ասել, ինչ վտանգ կամ միգուցե հնարավորություն է այն ձեզ համար թաքցնում։